Պարոն Մխիթարյան, Միքայել Սրբազանի հետ հանդիպել եք, առաջինը նա էր կարծում։ Ես երկու անգամ ոչ մեկ, ես հարգում եմ Սրբազանին, ելի եմ ասում, շատ սիրում եմ, բայց պնդում եմ, որ ոչ մեկ նույնիսկ Սրբազանը իրավունք չունի կասկածի տակ դնելու իմ քաղաքական հայացքները։ Ես երկու անգամ գնացել եմ իրեն հանդիպելու, ինքը տեղում չի եղել, մի անգամ է զանգահարել եմ, զանգին չի պատասխանել, հետո ինձ առանձին լուր է ուղարկել, որ զբաղված է եղել, կանցնի ընտրությունները, ես անպայման իր հետ կհանդիպեմ, որտեղ մենք հարազատն ենք։ Պարոն Մխիթարյան, իսկ հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլին նաև այդ մասին են խոսում։ Ժողովուրդ ջան, եկեք հիմա դրա մասին չխոսենք, մենք հələ առաջին փուլի հարցն ենք լուծում, էլի, թող բրծնի ընտրությունները, հետո Բայց ֆավորիտները ովքեր են, ասում են վերջին օրերի դրությամբ, կարծես թե Սարիկ Մինասյանը զիջում է դիրքերը եւ դառնում են երկու ընդդիմադիր տեխնացուներ, այսինքն ընդդիմադիրները շահեկան վիճակում են հայտնվում, համաձայն եք այդ պնդումների հետ եւ առիթից օգտվելով, որ Նարեկը չշտապի, իմ հաջորդ հարցը տամ, որպես թիմ ընտրություններ լուսաբանած լրագրող, ասեմ, որ Գյումրին տարբերվում է մյուսներից, այստեղ այսօր ոստիկանական կուտակումներ, բերետավորներ, ագրեսիվ մրցավազք չկա մեքենաների, սա ինչի մասն է խոսում, թեև մինչ այդ պաշտպանության նախարարից մինչև վարչապետ, մինչև Ալեն Սիմոնյան չեն թաքցրել, որ եկել են Սարիկին շունչ տալու, հույս տալու, դուխ տալու։ Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին, ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ներկայացնող քաղաքապետ չի ունենալու, իսկ թե ինչու էս պահին Գյումրիում դեռ ոստիկանական ինչ-որ շարժ կամ ռեպրեսիան, ես գլոբալ առումով այն ինչ-որ իրանք պետք է անեին, արդեն արել են։ Այս ընթացքում ինչ որ իրանք պետք է անեն, դե չեք տեսել, մարդկանց մոտից 6 հոգի մեկ կալանավորեցին, մարդ ունի տանից երկու հատ ընտանիքի անդամ, երկու ընտանիքի անդամ կալանավոր ձերբակալեցին բանը։ Դա ընտրությունների հետ եք կապում։ Հորս արեփա։ Իսկ Ալեն Սիմոնյանի շտապել այստեղ բանավեճից հետո, հերոստաբանավեճից հետո ամբողջ ՔՊԱ-ական սերվիսը այստեղ էր, ասեմ, որ նրա վերջին միտինգը, այսինքն ՔՊԱ-ական տեխնացուի միտինգը մենք որպես լուսլրագրող ֆիքսեցինք, որ տարբեր համայնքներից էին, պլյուս միայն ուսուցչական կազմ էր, որը հիմնականում բեխաբար եւ այսպես կարելի ասել, այո, թիկունքով էին կանգնած տեխնացուին եւ ՔՊԱ-կաններ էին այստեղ, նրանք ինչու են այդպես անդադ շտապում, կամ պաշտպանության նախարարը, որը իր բան ու գործը թողած գալիս է Գյումրի, ինչ կասեք այս մասում, նրանք այդպիսի բարձր հեղինակություն են, որ կարող են իրենց հեղինակությամբ օգնել Սարիկին, թե հակառակը։ Կգնի մի բառով պատասխանում։ Ոչ։ Պարոն Մխիթարյան, եթե Սարիկ Մինասյանը չլիներ ՔՊ-ի տեխնացուն, որպես քաղաքի տղա, այսպես ասած, ինչ հեղինակություն կունենար, շանսեր կունենար հաղթելու։ Տեսեք, իրենք, ես անկեղծ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարային բաները, հայրերը, չգիտեմ, ով է իրենց բանով, այդ գծով զբաղվում։ Դուք բոլորդ վստահաբար այս ընթացքում, եթե գյումրեցիների հետ շփվել եք, լսել եք, տեսել եք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը մեծամասնություն, լավ, լսել չի ուզում։ Այն պահին, երբ որ իրենք հայտնեցին, որ Սարիկ Մինասյանն է մասնակցել ու հենց այդ թեզն էին տանում, որ դե Սարիկը կուսակցական չի, այդ թեզը տանելով, այդ պրայմերիս կոչված անիմաստությունը, լավ, Սարիկը հաղթեց։ Սարիկը հաղթեց, էդ էլ է կարևոր գնահատական, տեսեք, 7 տարի այստեղից падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնում մարդիկ կան, որոնք փաստորեն այս քաղաքում չկարողացան հաղթել անկուսակցական Սարիկ Մինասյանին, այդ կոնկրետ գնահատական է իրենց աշխատանքի, իրենց կուսակցության ներսում պիտի ստանային այդ գնահատականը։ Բայց Սարիկ Մինասյանին բերում են առաջի պլան, ասում են դե ինքը անկուսակցական է, 3 օր հետո այդ մարդը գնում մտնում է կուսակցություն, հենց մտնում է կուսակցություն, շատ զգուշորեն փորձում են քաղաքում տարածել շշուկներ, որ դե չկա նման բան։ Չէ, չկա նման բան, ինքը այդ կուսակցության հետ կապ չունի, ինքը այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Թե ինչքանով Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ ուներ, պարզ դարձավ հենց այն օրվանից, կարծեմ Վահեն էր Մակարյան, երբ որ եկավ ու կոնկրետ մի քանի գաղափարային հարց տվեց, դե այդ մարդը կուսակցության հետ գիծը տարավ, մի բան էլ սկսեց ՔՊ-ին բնորոշ բաներով, խոսքերով ասել կամ ես չեմ լսել նման բաներ, կամ ես չեմ տեսել նման բաներ, Արցախը մեր պատմական հայրենիքն է, չնայած կամ լավ չենք կռվել, վերջը, ես ու դու չենք կռվել, տեսեք, դուք բոլորդ հիշում եք, որ պատերազմի ժամանակ
կոչով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը ջոկատներ կազմել, տունը ով ինչ ունի, կասկա, տանգ, բրոնեժիլետ, սու, ով տունը ինչ ունի, թող բերի, այո, գնանք պատերազմ։ Սարիկ Մինասյանը ենթադրում եմ լսել է այդ ժամանակ ու լուրջ չի վերաբերվել այդ մարդու այդ կոչին, էլի։ Երևի մտածել է, որ դե լավ գործող բանակ ունենալու պարագայում ես հիմա ինչը մտնեմ տանկ անեմ մեր պատվալից, ինչ անեմ, խոսքի դժվար մարդը Գյումրիում վստահեցնում եմ ձեզ, մեր տատիկներն ու երբ որ ամառային պալացոներ են պատրաստում, դե տանկ չեն զակատանում, էլի, կամ չգիտեմ, լիմոն կեկ չեն զակատանում, որ վերցնեն, գնանք պատերազմ։ Ամեն դեպքում Սարիկ Մինասյանը հնարավորություն ունեցել է մասնակցելու, օրինակ, թե 2020 թվականի պատերազմին, թե չգիտեմ 21 թվականին օրինակ բլինդաժ փորելու եւ 22 թվականին կարող էր ջոկատ կազմել եւ գնալ ջերմուկի դիրքերը պաշտպանել։ Եթե այդ ամբողջ ընթացքում այդ ամեն ինչը չի արել, հիմա կանգնել մնացած կռված տղեկին, դուք նաեւ հիշում եք, չէ՞ մեր զոհված տղեկից մեկի մայրը, որ Պանթեոնում ասել էր, արի, ախր այդ ասելու բան չի, եթե մարդիկ խուսափում են նույնիսկ առերեսվել զոհվածի մոշեր։ Լավ, դու չնստես մեքենան մենակ, գնաս Պանթեոն, ասես, եթե նույնիսկ ինչ որ մի բան ճիշտ չէ, կարող է։ Գնաս կանգնես, ասես 1000 անգամ կներեք, ոչ թե լրագրողին ասես, ես ղուրբան եղնիմ իրան շիրիմին, շիրիմներին ղուրբան եղնել պետք չի։ Պետք էր այնպես անել, որ այդ շիրիմների քանակությունը այդքան չլիներ։ Պարոն Մխիթարյանը, նշում եք, որ ընդդիմությունն է, հա, ֆավորիտը, բայց մենք Երևանի օրինակով օրինակ տեսանք, որ չկարողացան ընդդիմադիր ուժերը համախմբվել եւ ԿՊ-ն դարձավ իշխանության, դուք այդ սցենարը Բայց ինչ գնով դարձավ 74 Կարելի է բանախոսը արտասխանի Սյուսիչյան, հետո դուք ինչ եք կարծում այստեղ ընդդիմությունը համախմբված կլինի միջև վերջ։ Երևանի սցենարը, եթե ընդդիմությունը շանս ունենա ու արդյունքները ցույց տան, որ ընդդիմության միավորվելու պարագայում քաղաքացիական պայմանագիր, ելի եմ ասում, միավորվելու տարբեր ֆորմատներ կա։ Քաղաքացիական Քաղաքապետ ես ելնեմ, Վարդան Ղուկասյանն ասի չէ։ Անենք, հա, դուք կարծեմ հենց դուք նշեցիք, թե չգիտեմ, կարծեմ Սյուզին նշեց, որ ես երևի միակն եմ եղել, որ ասել եմ դրական արդյունք եմ համարելու նաև այն, որ ցանկացած դեպքում դրական արդյունք եմ համարելու այն, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխող ուժ չլինի Գյումրիում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես իմ կողմից, եթե օբյեկտիվորեն քննարկումների արդյունքում չորոշվի, որ օրինակ ես նման բան, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընդդիմությունը սեղանի շուրջ ունենա adekvat, օբյեկտիվ եւ շատ պրոդուկտիվ քննարկում։ Պարոն Մխիթարյան, բայց օրինակ տեսանյութ եք հրապարակում, միայն Մարտուն Գրիգորյանի հետ, դուք եք քաղաքի տղերքը, հիմա քաղաքի տղերքի չի օրինակ Վարդան Ղուկասյանը ձեր համար։ Ինքը հասակով իմ հոր հասակին է, ես նման արտահայտություն չեմ կարող, մեր քաղաքի լավ մարդն է, օրինակ։ Մեկ, երկրորդը, երբ որ պարոն Ղուկասյանին հանդեպ այդ նման բռնությունը կիրառվել էր, կներեք առաջինը ես եմ վիդեո ուղերձով հանդես եկել ու դատապարտել եմ այդ ամեն ինչը։ Ես գնացել եմ նաև Կարեն Սիմոնյանի մոտ, հիմա եթե կարծեմ TV5-ի լրագրողները այնտեղ են արձանագրել են, հիմա դուրս գալուց հետո եթե չեն նկարել ես ոնց ենք ես ու Կարեն Սիմոնյանը իրար հետ ծիծաղում, դա իմ մեղքը չի։ Իսկ Մարտունին շատ ավելի շուտ եմ ճանաչել ու Մարտունի ընտանիքին եմ շատ շուտ, հորն եմ շատ շուտ անիկ ճանաչել, դրա համար ոնց որ Կարենի մոտ եմ գնացել, այդպես է Մարտունի մոտ եմ գնացել, հիմա Մարտունի հետ մի քիչ այլ քաղաքի հետ կապված հարաբերություններ կա, դրա համար Սպասում եք, որ արդեն սովորույթ դարձրած այդ ստանդարտ կանոններից կօգտվի ԿՊ-ն, ներողություն իշխանությունը եւ իշխանությունը կվերցնի հենց հաջորդ օրը ընդդիմադիրների ձեռքից, եթե նրանք հաղթեն, այսինքն կալանավորման եղանակով, որը արվել է Մամիկոն Ասլանյանի դեպքում, Փարաքարի դեպքում, Բերդի դեպքում, հիշում եք խայտառակ հաղթականությունը։ Ես ոչ մի բան չեմ բացառում, որովհետեւ տեսեք Մարդիկ եկել են Գյումրի, գոռում են 300-ից 350 միլիոն թալանի մասին ու գույքը պահելու մասին։ Գնացին մանեկան, գտան մի տարի առաջին վրա մի հատ ակտ, մեկ է որ ընկերներս մոտ 60,000 դրամի աղբի
բան չեն մուծե, ամոթ ընկերներիս էլի եմ ասում, գետինը մտնեն իրանք։ Այսինքն իրենք էին ոչ պրոֆեսիոնալ, թե դուք եք այդքան զուլալ մարդ։ Ամեն դեպքում գետինը մտնեն իմ ընկերները։ Հիմա եթե 300-350 միլիոն դոլարից գտել են 11 ամիս քաղաքացու վրա գործ է հարուցվում, քաղաքացուն դրա մասին տեղյակ չի պահվում։ Հանկարծ քարոզարշավի ինչ որ մի փուլում կանչում են մարդուն Երևան։ Հիմա ինձ հարցնում են, դա կապ ունի քարոզարշավի հետ։ Էլի եմ ասում, հա։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել քարոզարշավի, մարդը մի քանի անգամ քաղաքապետ է ընտրվել, այսինքն այդքան քարոզարշավների է մասնակցել։ 2 անգամ կարծեմ ազգային ժողովի падգամավոր։ Եթե նույնիսկ ավտոյի մեքենայի մեջ սովորական կյանքում տանգ է պահում, դե Նիկոլը տենց գիտի, չէ, որ մենք տները բոլորս զենքեր ունենք։ Քարոզարշավից առաջ զենք մարդը կպայի, որ այդ հիմքով հանես մարդուն, ուժ կիրառես, կապ չունի, թե դու ինչ տեսակի վերաբերմունք ունես։ Տվյալ մարդը թեկնածու է, ըստ այդմ ցանկացած բան, որը տեղի է ունենում այդ ընթացքում ու դրան նախորդող օրերին, միանշանակ քաղաքական հետապնդում է ու այդ ամեն ինչին մենք հիմա ես ծիծաղով եմ վերաբերվում այդ ակտի դեպքին, ամեն անգամ որ ասում եմ, դե չգիտեմ ինչ ասեմ։ Չգիտեմ, կոնկրետ չգիտեմ ինչ, 11 ամիս ես քշում եմ մեքենան ու ոչ մի նման բան չի եղել, բայց խոստանում եմ գնալ եւ դատապարտվել, եթե Գյումրին ունենա ընդդիմադիր թեկնածու։ Եվ վերջին մաղթանքը հորդոր դարեք, մենք Սարիկից ուշացանք։ Ներողություն, պարոն Մխիթարյան, հակազդեցությունը ինչպես է լինելու այդ դեպքում, եթե այդ ռեպրեսիաները լինեն, կալանավորում, որտեղ նման օրինակ դեպքեր եղել են, մեծ ալիքը բարձրացել է, բայց հետո այն այդտեղ կամաց նվազել է ու իշխանությունը կարողացել է հասնել իր ուզածին։ Այդ սցենարի պլանը։ Ես կարծում եմ, որ մենք ընտրություններից հետո, արդյունքները տեսնելուց հետո, եթե հանդիպենք, ամեն ինչը քննարկելու ենք, բոլոր ռիսկերը հաշվարկելու ենք, որովհետև բոլորն էլ adekvat մարդիկ են, շատ լավ հասկանում են, որ պետությունում են ապրում, որ համակարգում են ապրում, այնպես որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինի գիշերը։ Ես ուղղակի եւս մեկ անգամ իմ համակարգացիներին, իմ սիրելի գյումրեցիներին հորդորում եմ գալ, տեղամասեր կատարել ընտրություն, ձեր քաղաքացիական պարտքը ձեզ է սպասում, հավատացեք, այս ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն Գյումրիի համար, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, հատկապես մեր երիտասարդությանը, ջահելներ ջան, ձեր ցավը տանեմ, հետո ամբողջ օրը փողոցում ինձ մոտենում եք, ոգևորում եք, ասում եք, վայ ես եկել է ժամանակը, ոչ թե փողոցում ինձ մոտենալու, այլ գնալու ընտրությունների, ես գիտեմ, որ մի երկու օր առաջ ինձ մոտեցել էին 3 երիտասարդ աղջիկներ, որոնք առաջի անգամ պիտի ընտրեին ու շատ ուրախ, շատ խանդավառ մոտեցան ասին, Ռոբո ձյաձա մենք ձեզի պիտի ընտրենք, ես այդ ձյաձա բառից միշտ վեր եմ թռնում, որովհետև ինձ հույս եմ տալիս, որ հա, բայց Ռոբո ձյաձան ձեզի մերդի, գնացեք ընտրությունների, շատ կարևոր ընտրություններ է երեխեք ջան, ձեր համար է, ձեր քաղաքի համար է, մեր բոլորի արժանապատվության ու թասիբի համար է։ Պարոն Մխիթարյան, ինչպես եք դուք վերաբերվում Գյումրիում 102-րդ ռազմաբազայի գոյությանը, ինչ եք կարծում պետք է այն հանել, թե ոչ։ Քաղաքի հետ դա ինչ կապ ունի հիմա այս ընտրությունների։ Ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, 102-րդ ռազմաբազան Գյումրիում լուծում է 2 կարևոր խնդիր՝ անվտանգային ու տնտեսական։ Քանի դեռ այդ խնդիրներին փոխարինող խնդիրների լուծմանը փոխարինող բան տեղի չի ունեցել, 102-րդ ռազմաբազայից հրաժարվելը հիմարություն։ Քաղաքի հետ կապված որ ասում եք, ինչ կապ ունի, կարծեմ իրենք նաև այդ քաղաքապետարանին զբաղեցրած տարածքի համար որևէ վճար մուտք չեն անում, դա խնդիր։ Խոստանում եմ ձեզ, ես որ դառնամ քաղաքապետ, իրանք բոլոր վճարները կմուծեն, նույնիսկ իմ ընկերները զիբիլի բարձր կսկսեն։ Քանի տոկոսի ակնկալիք ունեք։ Այս պահին ակնկալիք ունեմ, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Պարոն Մխիթարյան, եւ մեկ հարցեր, հիմա ամեն դեպքում դուք լավ միգուցե երկի առումով լավ պրոդյուսեր եք, բայց ոնց որ ձեր քարոզարշավի ընթացքում լավ պրոդյուսեր չունեք կամ չեք։ Սարիկ Մինասյանի գնահատականը դիլետանտի գնահատական է, այն բոլոր հաջողությունները, որ ունեցել է Հայատ Project խումբը,
դրա հաջողությունների նույնիսկ 10%-ը չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած ուսապարկ, երբ որ բեմից խոսել է։ Պարոն Մխիթարյան, 102-րդ ռազմաբազան Գյումրիում կոնկրետ ինչ անվտանգային խնդիր է լուծում։ Մենակ Գյումրիում չէ, ամբողջ Հայաստանում, Նարեկ ջան։ Շնորհակալություն։ Իսկ այն դեպքերը, որ 102-րդ ռազմաբազայի հետ կապված եղել էր 2015 թվականին զինծառայողը դուրս եկավ, մեծ դժբախտություն եղավ, ինչպես պետք է զսպել զինծառայողները, նրանք բարբերաբար հարբում են եւ բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչ, այսպես ասած, Նարեկ ջան, եկեք առանձին դեպքերին ես չանդրադառնամ, դուք հիմա այնպեսի հարց եք տալիս, որը քաղաքապետի կամ տեխնացուի պատասխանելու տիրույթում չի, երաշխավորում եմ ձեզ, եթե Հայաստանի Հանրապետությունում ունեցա շատ ավելի բարձր պաշտոնական դիրք, այդ հարցով էլ անպայման կզբաղվեմ, որ իրենք խմած, ասենք, եթե նույնիսկ լինում են դեպքեր, որովհետև այդ զինծառայողներն են մարդ ամեն ինչից զատ, ու կարող է ժամանակ առ ժամանակ ոգելից օգտագործեն ու ստավ ասվածը խախտեն։ Դա բուն այդ ռազմաբազայի ղեկավարության կոնկրետ պատասխանատվության գոտում է գտնվում, բայց նաև իհարկե պետք է փորձել գտնել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որ այդ դեպքերը նվազագույնի հասցվի, պնդում եմ, որ ձեր նշած դեպքերը, եթե մենք նայենք 30 քանի տարվա հաշվարկով, հաստատ շատ չեն եղել, էլի։ Պարոն Մխիթարյան, վախի մթնոլորտ կա քաղաքում, թե ոչ, այս process-ներում ինչ ազդեցություն ունի Սովրանոյի արմանը, քանի որ այդպիսի տեղեկություններ ենք տարբեր ստացել, ասեկոսեների մակարդակով եւ արդյոք այս ընտրությունները համապետական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու։ Կարծեմ դուք հիմա գնում եք Սարիկ Մինասյանի մոտ, չէ՞։ Դե ով որ գնում է, խնդրում եմ Սովրանոյի արմանի մասին իրեն հարցնել, իսկ վախի մթնոլորտ Գյումրիում չի կարող լինել, Ժորժ ջան, Հայաստանի Հանրապետությունում չկա վախի մթնոլորտ։ Այդ սուտ, այդ թեզերը, որ մարդիկ վախենում են, մարդիկ կաշկանդվում են, դուք գյումրեցիների խոսալը լսել եք երբևիցե ջղայնացած վախ։ Ժամանակ առ ժամանակ դուք երևանցիներդ եք մեզ ասում լավ առողջ։ Ներողություն, չլսեցի, ես էլ պատասխանեմ ու գնամ երեխեք ջան, ինչ եք ասում։ Ասում ենք, բայց վախից չեն, որ օրինակ եկել են 3 քարոզարշավին ԿՊ-ի վերջի մարդիկ նույնիսկ դեպքում եկել են։ Ժորժ ջան, մի բան է, սպասեք։ Դուք տեսել եք ընդդիմության հանրահավաքներին ինչքան մարդ է գալիս։ Իմ հանրահավաքին, Գյումրիի մարզամշակութային կենտրոնում, Մարտուն Գրիգորյանի հանրահավաքին, Վարդան Ղուկասյանի հանրահավաքին, այդ մարդիկ գալիս են առանց վախենալու, առանց կաշկանդվելու, ոչ մեկ չի ասում մեզ հանգարց չնկարեք։ Դա նշանակում է, որ մարդիկ շատ վաղուց, եթե նույնիսկ նման բանել եղել է այդ վախի մթնոլորտ, մարդիկ հաղթարել են դա, որովհետև լավ ումից վախենաս, խրխրացող մի բանից, ինչից վախենաս։ Դուք ասեք, Նարեկ ջան, կլինի առանձին հետո գամ տես հարցազրույց։ Հա, առանձին կարող ենք հարցազրույց անել, այս մեկ հարց եւ վերջ։ Տեսեք, դուք ասում եք, որ լրագրողի հարցինի պատասխան Սովրանոյի արմանի հետ կապված կարելի է հարցնել Սարիկ Մինասյան, բայց այդտեղ մի հետաքրքիր կապ կա, օրինակ Արման Սահակյանը Միքայել Մինասյանի հետ լավ այսպես ջերմ կապերի մեջ է, այդ թվում նաև դուք։ Արման Սահակյանի հետ մեր հարաբերությունները խզվել են 2018 թվականի մայիսի 10-ից։ Մեզ որ ասում եք կներեք Միքայել Մինասյանին, ընկադրում եք։ Իմ հետ։ Մեր որ ասում եք։ Միքայել Մինասյանին վերաբերող հարցը խնդրում եմ ուղղել Միքայել Մինասյանին, Արման Սահակյանը Միքայել Մինասյանի ոչ միայն ընկերն է եղել, այլ նաև բիզնես պարտներ։ Եղել։ Եղել է ոչ միայն ընկեր, այլ նաև բիզնես պարտներ։ Ենթադրում եմ, որ հիմա դա չկա։